Վերջ, որոշեցին, որ ես պիտի գնամ ու հա կամ չէ ասեմ իրենց գրած թղթին, որ ասում են իբր դառնալու է իմ հիմնական օրենքը։ Անկեղծ ասած իմ մասնիկների մեծամասնությունը այդ թղթից ոչ տեղյակ է, ոչ էլ գիտի մեջ է ինչ կա գրած։ Հազար դարդու ցավ ունեմ ու գիտեմ, որ այդ փոխելը իմ հիմնական խնդիրը չէ, խնդիրը դա կատարելն է։ Բայց կարևորը, որ ներկայացուցիչներից մեծամասնությունը լավ տեղյակ է իր գլխի գալիքը ու առանց մտածելու հա ասացին, իսկ չասողների թիվն այնքան քիչ էր, ինչքան մեծամասնության մտածելու ունակությունը։ Այս թղթի մասին հերթական անգամ խոսեց քիչ խոսող երկրորդը։ Դե նեղվել ասում էր չէր պատկերացնում, որ այսքան վատ կլիներ։ Դե այդ մասին երևի մի 7 տարի առաջ պիտի պատկերացներ ու դրանից առաջ։ Հիմա ասում է, որ մի տեսակի մեծամասնություն է գլխից նստելու, իսկ ինքը երևի ակնկալում էր, որ ընդամենը մի հոգի գլխից կնստի։ Աչքից երկրորդի մուրազը մնում է սոսկ մուրազ։ Այս շաբաթ էլի ինձ հիշեցրին առյուծների նախկին արքային։ Դե ես մոռաց կոտ եմ, իմ առաջ թատրոն են խաղում, ես ծափ եմ տալիս, հետո մոռանում եմ, թատրոնն էր, խաղացողներին էր։ Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված դոդգագո կնիքը։ Այն մարդիկ, ովքեր առաջի 1, 2, 3 անգամ ասելու չեն ընկալում, ուրեմն մի քան անգամ պիտի ասենք եւ մատ էլ բամփենք։ Թարսվող ներկայացուցիչը չէր մոռացել ու գլխավոր ծառային հարցեց, թե բա այդ գլխին տալու գործը ինչ եղավ։ Պարզվեց գլխավոր ծառան էլ էր մոռացել խնամուն։ Դե էլ ինչ հիշելու կարիք ա, էլ վտանգ չկա, մանավանդ որ Բաղրամյանից հրամայել են մոռանալ։ Լավ, կյանքս այդքան էլ մութ չէ, ինչքան ես եմ պատկերացնում։ Լավ բաներ են լինում մեկ-մեկ։ Օրինակ մի շաբաթ առաջ լավ վազեցի, մեծից փոքր։ Դրսից էլ ահագին մարդ էր եկել վազելու, ձեռի հետ էլ ինձ տեսավ, մի քիչ էլ իմ աչքերը բացվեցին։ Մի անգամ էլ հասկացա, որ երբ ուզում եմ, կարողանում եմ կազմակերպվել, գործ անել, ինձ ցույց տալ, բայց դեռ մեկ-մեկ։